Hello, Michael Chochanak. Այստեղ ֆուտբոլի դաշնա, այնտեղ արդեն սարքում են, այստեղ ֆանտանա լինելու, այստեղ խաղահրապարակ, այստեղ խաղահրապարակ, այստեղ մարզահրապարակ։ Այս էլ շների զբոսայգին։ Ինչ ունեք ասել։ Ուրիշ ինչի կարի։ Շնորհակալ ենք, որ այսքան բան անում եք երեխեքի մեր մեծների մատուցում։ Սանից ավելի չասեմ։ Այս նվազագույն դզբա, բանն ինչ է, ամաս կորին։ Մի հատ ցայտախբյուր դնենք ստեղ, էլի ինչ։ Ցայտախբյուր դնենք ստեղ։ Ողջույն Ժորժ ջան։ Ոնց եք։ Մի հատ ուզում ենք ընդհանուր նախագիծ անենք, ամբողջ այգին մի հատ թարմացնենք։ Ամեն մեկը մի հատ ցայտախբյուր այնտեղ ուզեցին, մի հատ աղավար այստեղ ուզեցին, շների համար առանձնացված լինի, որ երեխեքը ու շները նույն հատվածում չլինեն։ Ասա, հայր հարցերի եք։ Հələ լսում եմ, արի, ասա։ Ինչ խնդիր ունի, բայց ինչ խնդիր ունի, վար։ Խնդիր ենի որ դարու արդեն ինքը ես կապել ենք որ Հա, բան ստացվում։ հա, ստեղա։ Չի արդեն ժամանակ մանց են էլի պետք է։ Հասկացա, լսեցի։ Всё, գնացինք։ Հաջողություն, լավ կաց։ Մեր երեք այգիներից մեկն է, ամենատարածքով փոքրն է, մոտ 650 քառակուսի մետր է, եւ քանի որ տարածքը փոքր է, այստեղ ավելի հետաքրքիր լուծում են գտել, որ խաղահրապարակը դեպի վերև է բարձրանալու։ Շատ լավ, այստեղ ունենք միայն երևի թե կանաչապատման հետ կոորդինացման խնդիր։ Կարող եմ այս մասով ասել, որ որևիցե ծառ չի կտրվում, այսինքն մեր խաղահրապարակների կոնցեպտը այնպես է նախատեսված, երեք խաղահրապարակում են, որ շրջանցեն ծառերը։ Բոլոր նախագծերն էլ, որոնք որ տեսել եմ, իրապես շատ հետաքրքիր են, ստում եմ միջավայրը փոխող նախագծեր են իրանք։ Սրանք համայնքային այգիներ են։ Այո։ Այսինքն եկանք այն գաղափարախոսությունից, որ եթե մի հատ մեծ այգի չունենք, որտեղ մեծ նախագիծ կանենք, եւ նաեւ գնանք այն տրամաբանությունից, որ եթե մի տեղ անենք շատակուտակումների լինելու, սենց բաժանենք էլի տարբեր հատվածներում, որ նաեւ հետ, քանի որ սենց բան իրականում երևի թե Հայաստանի Հանրապետությունում միգուցե կարելի ասել նաև տարածաշրջանում չկա, համար իրան մի քիչ կառավարելի սարքելու համար փորձեցին համայնքային այգիներում բաժանել։ Այս նախագծերը առաջին հերթին մեր այգիներում նոր տեսակի երեխաների համար ենթակառուցվածք ստեղծելու մասին են, խաղահրապարակներ են, որոնք որ այս տեսակով, այս որակով առաջին անգամ են տեղադրվում Երևանում։ Մեր գործընկերները Կերոն հիմնադրամի նախաձեռնությունն է, որին մենք աջակցում ենք եւ կարծում եմ, որ շուտով այս տարվա վերջին մենք կտեսնենք շատ հետաքրքիր եւ գեղեցիկ նոր հատվածներ երեխաների համար։ Մենք կարծում ենք սա է ճիշտ օրինակը, որը պետք է նաև մնացածի համար շատ տեսանելի օրինակ լինի, շատ գովելի է, որ նմանատիպ նախաձեռնություններ հենց գալիս են մասնավոր մեր գործընկերներից։
առաջնային շարքը, որ հենց կմտնի նախագծի մեջ, ուսուցկն է շենքի դիմացը կբացվի, շենքի դիմացը կբացվի։ Մի հատ sense այգի կսարքենք, փոքրիկ ու գծեր կգծենք, որովհետեւ հենց այդ գծերի մեջ են կանգ։ Սեփական չկա սրանց մեջ։ Չէ։ Այս գաղավանդակները կհանենք, այգի կդառնա, կպնի ֆուտբոլի դաշտն է։ Okay, Մեր ընդհանուր նախագիծը դա է։ Ոնց եք տղեկ։ Ոնց նա դաշտը։ Հա, գոհեք։ Ասում եկա տասնօրինակ ու նաև այդպես ոնց որ զավթած տարածքներ կար։ Հա։ Բավականին շատ, դրանք բացեցին։ Այս դաշտն վերանորոգում։ Լավ։ Ցենց ընդհանուր կապամոնտաժ ենք, այստեղ այգի կստանանք փոքրիկ։ Մանկապարտեզի չափն է մեծանում է, չէ։ 6 խումբ։ 6 խումբ է դա։ Ես աշխատում եի Բաղրամյան պոլիկլինիկայում որպես մանկական ներզատաբան եւ այդ Բաղրամյան պոլիկլինիկան պատկանում է Երևանի քաղաքապետարանին։ Հրավիրեցին քաղաքապետարան ու բացատրեցին ծրագրի իմաստը, որ սկսում են Նիցայի քաղաքապետարանի հետ ծրագիրը, բժիշկներն են գնալու եւ վերապատրաստում են։ Որոշվեց, որ դառնան Երևանը եւ Նիցան քույր քաղաքներ։ Առաջարկվեց մեզ պայմանագիր կնքել, որը կնքվեց 23 թվականին, մեր 3 տարին է պայմանագիրը գործում է, որպեսզի բժիշկներ գնան վերապատրաստման Նիցայի համալսարանական կլինիկաներ։ Սկսվեց այդ ծրագիրը կյանքի կոչվել մի կարևոր պայմանով, որ բոլոր տեխնացուները պիտի տիրապետեին ֆրանսերեն լեզվին։ Ուրախությամբ ընդունեցի այդ առաջարկը եւ մարտի 30-ին 3 ամսվա կտրվածքով մեկնեցի Նիցա։ Մեր բժիշկները բակաշ չեն, հա, ֆրանսիացի բժիշկներից, բայց բաներ կան, ասենք հիմնականում միջոցները, որ մենք չենք տիրապետում այդ միջոցների։ Ես ուզում եմ առաջի հերթին հայտնել իմ շնորհակալությունը Երևանի քաղաքապետարանին, որ ինձ ընձեռնեցին տենց հնարավորություն մեկնել 3 ամիս Նիցա։ Երկրորդը ֆրանսիական կողմից ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնեմ Նիցայի քաղաքապետարանին։ Մեկ շաբաթ առաջ քաղաքապետարանը մեզ 29 տարով նվիրեց մի առանձնատուն, որտեղ մեր մասնագետները այդ 2 ամիսը կանցկացնեն։ Ես կարծում եմ, որ այստեղ բացի բժշկական խնդիրներից շատ լուրջ ապագային միտված հարցեր կան։ Եթե հնարավորություն է ստեղծվել նաև բժշկական ասպարեզում, որը նաև անվտանգության ապահովման մի գործառույթ է, ծրագիրը ինքնին արդեն կարևոր է։ Մեր դերը ուղղակի մեր ֆունկցիաները առանձին վերցրած ճիշտ կատարելն է, որպեսզի արդյունքը լինի գոհացուցիչ։ Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կոմիտասի տասացով չինար ծառերի ծառատուն իրականացնելու համար։ Մենք կանաչ յուրաքանչյուր տարածքի ավելացմանը տունքին 2 ձեռով կողմ ենք։ Ինչ տնկանյութուն ենք կտրամադրենք։ Դժվար եւ բարդ աշխատանքներ են կատարվել եւ ստացել ենք փայլում միտեղ կշարունակենք էլի կտեսնենք։
արված աշխատանքը գնահատել է հարկավոր եւ շատ գովելի է, որովհետեւ հանրության հետ կապված շրջայց իրականացրեց։ Երևանցիներ պետք է մասնակից լինի այդ ամենին, իր վերահսկողությամբ, իր նորմալ առաջարկությամբ, առողջ քննադատությամբ։ Դա թթվածին է, բացի դրանից կանաչը, որ շատ է լինում, հաճելի է տեսնել, որ քաղաքը շնչում է։ Կանաչը, ծաղիկը, խոտը, այդ ամեն ինչը լավ բան է։ Բնություն է։ Շատ տպավորված եմ։ Ես կարծում եմ արած գործի համար պետք է ասեն ապրեք, շնորհակալ ենք, չարածի համար իր տեղը ցույց տանք, ասենք այդ մնացածը սկսեն շարունակել աշխատել։ Շատ լավ է, շատ գոհ եմ։ Սիրելի փոքրիկներ, Երևանի քաղաքապետարանը հունիսի 1-ից մեկնարկում է արդեն սիրված եւ սպասված հեքիաթ անիվների վրա նախագիծը, որի շրջանակում Բեբուկ շարժական թատրոնը հեքիաթի հրաշքը կհասցնի Երևանի 12 վարչական շրջանների փոքրիկներին։ Հունիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը թատրոնը հյուր կգա Երևանի բակեր ու այգիներ, ցուցադրելով տիկնիկային եւ ստվերների ինտերակտիվ ներկայացումներ։ Կլինեն տիկնիկագործության եւ տիկնիկավարության վարպետաց դասեր, խաղեր, ինչպես նաեւ հեքիաթների ինտերակտիվ ընթերցանություններ հայտնի եւ սիրված դերասանների մասնակցությամբ։ Սպասեք մեզ Երևանի բոլոր վարչական շրջաններում հունիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը։ Սիրով Երևանի քաղաքապետարան։
Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի։ Վերամշակենք միասին։